Սիրելի եղբայրներ ու քույրեր, մի հուզիչ դրվագի մասին եմ ուզում ձեզ հիմա պատմել եւ ցույց տալ։ Դուք տեսնում եք Հորդանան գետում ենք եւ այս կողմը Իսրայելն է եւ հավաքվել են հայ համայնքի ներկայացուցիչները։ Իսկ գետի մյուս կողմը Հորդանանն է, Հորդանան պետությունը եւ դուք տեսնում եք Հորդանանի դրոշակները։ Եվ տեսնում եք հայ համայնքի անդամները հավաքվել են գետի մյուս կողմում Հորդանանում ապրող Ամմանից եկած հայ մարդիկ, ովքեր բարեկամներ ունեն Իսրայելում, հայ բարեկամներ ունեն Իսրայելում, որ ապրում են Երուսաղեմում։ Եվ եթե դուք տեսնեք այս կողմից եւ այն կողմից ողջունում են իրար, ձեռքով են անում իրար հայերը, տեսնում են իրենց ազգականներին եւ նրանք էլ մյուս կողմից են պատասխանում։ Այսինքն հետաքրքիր հուզիչ իրավիճակ։ Այստեղ են գտնում նաեւ Եթովպիայից լիքը քրիստոնյաներ, որոնք ուրախանում են, լողանում են Հորդանան գետի մեջ, բայց ուզեցա ձեզ ցույց տալ նաև այս վիճակը, աբասիկ հայերը Իսրայելում եւ Հորդանան գետի մյուս վայրում հայերը Ամմանից եկած, այնտեղ աբասիկ նույնիսկ երևում է հայ վարդապետը, հայրավետիչն է, երևս երևա, որ եկել են եւ ողջունելու ենք միմյանց եւ միասին ջրորդ ներքի կարգ է կատարելու հայ առաքելական եկեղեցու Սրբոց Հակոբյանց միաբանությունը այստեղ Հորդանան գետի վրա։